Բարի երեկո, Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, մշտապես տեղեկացված լինելու եւ ամենակարևորը բաց չթողնելու համար։ Դո կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է արել։ Մասիս Սարը անկախ նրա ներկայիս աշխարհագրական պատկանելիությունից հանդիսանում է հայ ժողովրդի ազգային, մշակութային եւ հոգեվոր ինքնության հիմնասյունը։ Միջազգային իրավունքը ընդունում եւ պաշտպանում է ժողովրդի իրավունքը պահպանել իր մշակութային հոգեվոր ժառանգության հետ կապը եւ այդ կապը չի կարող խաթարվել որևէ սահմանային փոփոխությամբ կամ տարածքային վերահսկողությամբ։ Առաջարկում ենք դիտել հայ բեմի եւ կինոյի մեծանուն վարպետ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Խորեն Աբրահամյանի կատարմամբ Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը։ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը, Ռոբսոնը։ Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով։ Հիշեցնենք, Հայաստանում ձերբակալել էին հայտնի գործարար Ռոբսոնին։ Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է սպանություն, խարդախություն եւ հանցավոր համայնքի կազմակերպում հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակակարգով կալանք էր ընտրել որպես խափանման միջոց։ Գործարարը առանձնանում է Սոչիում հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարողների մեջ։ Բացի գոռում պանսիոնատից Թաթուլյանի ընկերություններին են պատկանում մի քանի կոմերցիոն օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 70,000 քառակուսի մետրի։ Դրանցից ստացած տարեկան եկամուտը հասնում է 850-ից 900 միլիոն ռուբլու։ Թաթուլյանը Սոչիում 7000 քառակուսի մետր մակերեսով առևտրի կենտրոն ունի, որը կոչվում է Թաթուլյան։ Դո կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Փակ TV-ի եթերում մեկնաբան Համլետ Խուշյանի հետ զրույցում նշել է, որ ոչ ոքի վերջո չկարողացավ Դոկին շեղել իր ճանապարհից։ Ինձ բանտարկելով դուք հարցի լուծում չթվեցիք։ Սա չհասկացավ Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ինձ բանտ գցելով ես մնացի իմ բարձրության վրա։ Կշարունակենք մեր պայքարը։ Քիչ մնաց։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, հայտնում է իրանական գործակալությունը։ Երկու երկրների արտգործնախարարները ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդման եւ զարգացման կարեւորությունը։ Արաղչին թուրք գործընկերոջը հայտնել է նաեւ իր ցավակցությունը ռազմական ինքնաթիռի վթարի առնչությամբ։ Կոտայքում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած տղամարդը, որը որսորդական հեռացան է ունեցել, կարող է անմեղ սունակ ճանաչվել եւ խուսափել պատասխանատվությունից։ Քննչական կոմիտեից Փաստինֆոյի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում անձի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Թե ինչն է հիմք հանդիսացել նման փորձաքննությանը նախաքննական մարմնից չեն պարզաբանել, բայց նշենք, որ սույն անձը վերջերս էր ստացել որսորդական հեռացան կրելու թույլտվություն ու հարց է առաջանում, եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են եղել, ապա ինչպես է նման թույլտվություն ստացել ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազեր հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո սպանել էր մյուս զույգին։ Ընդ որում չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էր բնության գրկում հանգստի։ Չարագործը գնացել էր Քերոտում, որտեղ էլ պատմել էր իր հերոսությունների մասին։ Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ Քննչական կոմիտեից ավելի վաղ ասել են, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։ Ըստ հաղորդագրության 60-ամյա տղամարդը ձերբակալվել է տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկա փող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանություն հոդվածի, շահադիտական դրդումներով այլ հանցանք թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության դրվագներով։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը։